наш Бог так велик. Наш Бог так велик, пой со мной. Наш Бог так велик, пой со мной, наш Бог так велик, пусть видят все наш Бог так велик. Имя выше всех имен. Մեծ է Աստված, ինչ մեծ է Տերը, սքանչելի և հզոր է Աստված, երկիր ինձ հետ, բոլորը կտեսնեն, ինչ մեծ է, ինչ մեծ է սքանչելի ու փառավոր է Տերը. Մեծ է և սքանչելի, հզոր ու փառավոր է Տերը մեր, ամեն։ Քոնն է ողջ փառքը, պատիվը մեծարանքը Տեր։ Օ հալելույա։ Փառքը և զորությունը դու ես սարքահավիցյան։ Օ հալելույա, երկինքն ու երկիրը և ողջ ազգերը մեզ սարում են քեզ ով Աստված։ քոն է ողջ փառքը, քոն է ողջ փառքը և զորությունը դու ես սարքահավիցյան։ Օ հալելույա, երկինքն ու երկիրը և ողջ ազգերը մեզ սարում են քեզ ով Աստված։ տիրում ես դու Տեր ողջ երկրի վրա, Փառք քեզ արքահավիցյան, դու ես միակը հզոր Աստված, Փառք քեզ արքահավիցյան, քոն է ողջ փառքը, քոն է ողջ փառքը և զորությունը դու ես արքահավիցյան։ Օ հալելույա, Երկինքն ու երկիրը և ողջ ազգերը մեզ սարում են քեզ ով Աստված։ քոն է ողջ փառքը, Քոն է ողջ փառքը և զորությունը դու ես արքահավիցյան։ Օ հալելույա, Երկինքն ու երկիրը և ողջ ազգերը մեզ սարում են քեզ ով Աստված։ մենք տեսնում ենք քեզ մեր արքա, քո ձեռքի գործերը թող երկիրը քեզ խոնարհվի, ով սուրբ Աստվածն ես դու հավատարիմ, փրկիչ ես դու ես միայն մեծարված,
արքայության քոնն է ողջ փառքը եւ զորությունը դու ես արքայության օ հալելույա երկինքն ու երկիրը եւ ողջ ազգերը մեծ արում են քեզ ով Աստված քոնն է ողջ փառքը քոնն է ողջ փառքը եւ զորությունը դու ես արքայության օ հալելույա երկինքն ու երկիրը եւ ողջ ազգերը մեծ արում են քեզ ով Աստված քոնն է ողջ փառքը քոնն է ողջ փառքը եւ զորությունը դու ես արքայության երկինքն ու երկիրը երկինքն ու երկիրը եւ ողջ ազգերը մեծ արում են քեզ ով Աստված քոնն է ողջ փառքը քոնն է ողջ փառքը եւ զորությունը դու ես արքայության օ հալելույա երկինքն ու երկիրը եւ ողջ ազգերը մեծ արում են քեզ ով Աստված ով Աստված ամեն Փառք Տիրոջը լինի ամեն ժամանակ ամեն նա արժան է երկրպագության փառաբանության նա է սքանչելի մեր Աստված Ադոնայ որ ապրեցնում ես ամենքիս ամեն ժամանակ եւ դու սքանչելի ու զորավոր ես Տեր Ադոնայ իմ կյանքի պահապան դու զորավոր ես հավետ Ադոնայ ապրեցնում ես դու ինձ դու զորավոր ես հավետ Ադոնայ իմ կյանքի պահապան դու զորավոր ես հավետ Ադոնայ ապրեցնում ես դու ինձ դու զորավոր ես հավետ Ադոնայ իմ կյանքի պահապան Տեր դու առատ ես քո բարությամբ հարուցանում ես մեռածին կյանք տալիս ընկածին բարձրացնում հիվանդին բժշկում գերվածին ազատում դու զորավոր ես հավետ Ադոնայ ապրեցնում ես դու ինձ դու զորավոր ես հավետ Ադոնայ իմ կյանքի պահապան երկնքից ցող անձրև ես բերում քամի ուղարկում երկիրը մեր օրնում օրհնյալ ես դու Տեր Ադոնայ մեր հարության արքա դու զորավոր ես հավետ Ադոնայ ապրեցնում ես դու ինձ դու զորավոր ես հավետ Ադոնայ իմ կյանքի պահապան դու զորավոր ես հավետ Ադոնայ ապրեցնում ես դու ինձ դու զորավոր ես հավետ Ադոնայ իմ կյանքի պահապան Հիմա կարող ենք միասին ամբողջ եկեղեցով երգել եւ ասել Երկիրը մեր օրնում միասին օրհնյալ ես դու Տեր Ադոնայ մեր հարության արքա դու զորավոր ես հավետ Ադոնայ ապրեցնում ես դու ինձ դու զորավոր ես հավետ Ադոնայ մեր հարության արքա
զորավոր ես հավեր Ադոնայ ապրեցնում ես դու ինձ դու զորավոր ես հավեր Ադոնայ մեր հարության արքա Սքանչելի է Տերը իր ներկայությամբ շնորհակալ ենք Տեր քո որդու եւ մեր Տեր Հիսուս Քրիստոսի անունով ամեն Եբրայեցիների 11:6 առանց հավատի անկարելի է Աստծուն հաճո լինել որովհետև Աստծուն մոտեցողը պետք է հավատա որ նա կա իրեն փնտրողներին Տերը վարձահատույց է լինում ամեն բան հավատալուց է ապա թող զորան այսօր մեր բոլորիս հավատը անգամ մի փոքր կասկած թող ոչ ոքի սրտում չառաջանա Երանի որ այդպես լինի ես հավատում եմ որ Աստծուն սիրողները այստեղ են այս տան մեջ են հենց հիմա եւ այս տունն էլ շատ թանկ է իրեն սիրողների համար կատարենք մեր ընծաները այս տան համար որտեւ այս տան մեջ փառավորվում է մեր սքանչելի Տիրոջ անունը ամեն ժամանակ եւ մեր Տերը Հիսուս Քրիստոսն է օծյալ փրկիչը որ մեզ սեր առաքեց Եվ մեզ ապաշխարություն բերեց իր խոսքովը, իր պատվիրաններովը հորից ինչ ստացավ մեզ փոխանցեց Եվ մենք էլ դառնանք արժանի Աստծուն զավակներ քայլենք Աստծո ճանապարհներով արժանանանք որպես մարդ լինենք արժանի Աստծուն Եվ ինչքան կարող ենք իրար ավելի շատ սիրենք Եկ Աստծո հոգի հպվիր ինձ Եկ Աստծո հոգի հպվիր մեզ ու լցրում ես Տեր Եկ Աստծո հոգի հպվիր մեզ կարիքը տուներ Երբ խոսես կլսենք Երբ հպվես կնորոգվենք Փառքես հայր Սուրբ հոգուդ համար Եկ Աստծո հոգի հպվիր մեզ ու լցրում ես Տեր Եկ Աստծո հոգի հպվիր մեզ կարիքը տուներ Երբ խոսես կլսենք Երբ հպվես կնորոգվենք Փառքես հայր Սուրբ հոգուդ համար Հալելույա 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 Ամեն Հալելույա Հալելույա Եկ Աստծո հոգի հպվիր մեզ ու լցրում ես Տեր Եկ Աստծո հոգի հպվիր մեզ կարիքը ունենք Երբ խոսես կլսենք Երբ հպվես կնորոգվենք Փառքես հայր Սուրբ հոգուդ համար Հալելույա Հալելույա Հոգուդ համար Փառքես հայր հոգուդ համար Փառքես հայր
օգուտ համար Փարքես հայր օգուտ համար Փարքես հայր որդուդ համար Փարքես հայր օգուտ համար Փարքես հայր որդուդ համար Փարքես հայր որդուդ Փարքես հայր որդուդ համար Այո մենք միշտ Արարիչ Աստծուն շնորհակալ ենք հայտնում իր որդու միացնի մեր Տեր Հիսուս Քրիստոսի համար որովհետև մենք ընդունում ենք նրան որպես մեր հայր Աստված մեր թագավոր մեր արքա մեր փրկիչ եւ այդպես էլ Արարիչն է եւ այդպես էլ մենք պիտի գնանք դեպի կատարելություն ինչպես որ Աստված է ուզում Արժան ես փարքերի դու արժան ես փարքերի Սիրում եմ խոսքերդ սերու կյանք պարգևող իմ հոգին շունչ լցնող հույսի եւ լույսի Աստված Արժան ես փարքերի դու Արժան ես փարքերի Արժան ես փարքերի դու արժան ես փարքերի արժան ես փարքերի արժան ես փարքերի Մեծարանք ես Տեր, արժան ես փարքերի Դու արժան ես փարքերի Սիրում եմ խոսքերդ, սերու կյանք պարգևող Իմ հոգուն շունչ տվող հույսիով կյան իմ Տեր Սիրում եմ խոսքերդ Փարվում եմ քեզ հիմա Փարվում եմ քեզ Հիմա արժան ես փարքերի գովասանք քեզ դու արժան ես փարքերի արժան ես փարքերի Արժան ես Տեր Հանում ենք քեզնից եւ քեզ ենք տալի ողջ փառքը Պատիվը մեծարանքը Տեր շնորհակալ ենք քեզ Հիսուս Արժան է Շնորհակալ ենք որ մինչեւ հիմա պահել ես պահպանում ես Տեր Գոհություն քեզ Աստված Քեզանից խնդրում ենք որ զորություն դուրս գա ամենքից վրա Տեր Տեր դու կարող ես մեր կյանքը փոխել մեկ վայրկյանում Տեր Քո համար անհնարին ոչինչ չկա Քրիստոս Մեր ձեռքերում ամեն մահացած այսօր քեզ ենք տալի Տեր Խնդրում որ հարություն տաս Տեր Եկել ենք քո առաջ որդիական իրավունքով եւ ասում ենք քեզ փառք Հիսուս Քեզ փառք որ մինչեւ հիմա պահել ես, պահպանել ես Կերակրել ես Տեր Հանձնում ենք հետագա ժամերն է քո ձեռքերի մեջ Տեր Գոհություն քեզ Տեր Շնորհակալ ենք որ դու Տեր ջան քեզ Տեր Աստված քո այդյան տակից ես մեզ նայում Հիսուս շնորհակալ ենք որ ամեն անգամ ներում ես բարձրացնում ես Տեր Շնորհակալ եմ որ ամեն անգամ մեր մեղքերը գցում ես քո մեջքի հետևը Տեր
Գոհություն քեզ Աստված։ Միայն կասեմ քեզ փառք, պատիվ, մեծարանք, ինչքան էլ փառք տանք քիչ է, Տեր։ Շնորհակալ ենք քեզ Հիսուս։ Շնորհակալ ենք Տեր Աստված կատարած այդ ամեն գործի համար, Տեր։ Քրիստոս, ինչքան էլ որ ապրենք այս կյանքի մեջ, այս աշխարհում, ինչ էլ անենք քո համար եւ քո գործերի համար, Տեր, քիչ է։ Քո արածի դիմաց քիչ է, Տեր, խոնարհվում եմ քո առաջ, Տեր, եւ ասում ողջ փառքը քոնն է։ Շնորհակալ եմ Տեր Աստված իմ տանս համար, իմ եկեղեցուս համար, Տեր։ Շնորհակալ եմ, որ հենց այս ես ընտրել ինձ եկեղեցի, Տեր։ Գոհանում եմ Տեր Աստված։ Գոհանում եմ Աստծուն եկեղեցիների համար, գոհանում եմ Մոսկվայի Աստծո տան եկեղեցի համար, Տեր։ Գոհանում եմ Հովիվիս համար, Տեր։ Գոհանում եմ Տեր Աստվածս առաջնորդների համար, ժողովրդիդ համար, Տեր։ Շնորհակալ եմ Քրիստոս։ Խնդրում եմ, որ փառավորվես մեր կյանքի մեջ, զորացնես մեզ արքա։ Մեր ձեռքերը պարզել են քեզ եւ աղոթում ենք, որ քեզնից զորություն դուրս գա Տեր մեր կյանքի մեջ, Հիսուսի անունով։ Արժան ես փառքերին, մեր Աստված արժան է փառքերին, մեր Աստված արժան է փառքերին, միայն քեզ Առանձնացրի Աստծո հետ։ Մի նայիր կողքինիդ։ Մեր քո բոլոր խնդիրները նրա առաջ։ Նա լսում է քեզ։ Քրիստոսի ականջը չի ձանձրացել քեզ լսելուց, քեզ օրհնելուց։ Մենք որ հեռանում ենք, սիրելի եկեղեցի, մեր խնդիրներով, օրվա ծանր առօրյայով, որ հեռանում ենք Աստծուց, Աստված կանգնած է մեր սրտի դրան առջև եւ թակում է։ Եվ եթե բացենք, նա մեր հետ խնջույք կանի։ Տեր քո առաջ ենք։ Մեր սիրտը քո առաջ բացել ենք եւ ասում ենք. արա այն ինչ ուզում ես, Տեր։ Արա այն ինչ քո կամքն արքա։ Փառք ես Տեր, արա այն ինչ ուզում ես։ Արա այն ինչ ուզում ես, արա այն ինչ քո կամքն է իմ կյանքում, քեզ է նվիրում կյանքը իմ, արա այն ինչ ուզում ես, արա այն ինչ քո կամքն է իմ կյանքում, քեզ է ընծայվում ամբողջովին, բարի, հաճելի, կատարյալ, քո կամքը թող լինի իմ կյանքում, բարի, հաճելի, կատարյալ, քո կամքը թող լինի իմ կյանքում, արա այն ինչ ուզում ես, Հիսուս, արա այն ինչ քո կամքն է իմ կյանքում, քեզ եմ ընծայվում ամբողջովին, արա այն ինչ ուզում ես, արա այն ինչ քո կամքն է իմ կյանքում, քեզ է Հայր խնդրում եմ, որ քո կամքը ավելով հաստատվի մեր կյանքում։ Քեզ լինի ողջ փառքը, արա այն ինչ ուզում ես, Հիսուս։ Քեզ լինի փառքը, պատիվը եւ մեծարանքը։ Ամեն։ Փառք Տիրոջը, սիրելի եկեղեցի։ Հալելույա։ Նա արժան է քո ծափահարություններին։ Ծափահարիր նրան։ Փառք, փառք մեր Աստծուն։ Նա արժան է, սիրելի եկեղեցի։ Նա արժան է երկրպագության, մեծարանքի, նա արժան է, մի դադարիր, ծափարիր նրան, Հիսուսը հարություն է արել, փառք Տիրոջը, նա արժան է, հալելույա, փառք, սիրելի եկեղեցի, Տերը ձեզ օրհնի, կարող եք նստել սիրելի փառաբանության խումբ, բարի է մեր Աստված, ամեն սիրելի եկեղեցի։
Փառք Տիրոջը, սիրելի եկեղեցի։ Գիտեք ինչքան օրհնված ենք եւ ինչքան հաղթող ենք, որ այսօր Տիրոջ տանն ենք։ Իրոք սիրելի եկեղեցի, մենք պետքա սկսենք գնահատել մեր կյանքի ամեն րոպեն։ Գիտեք, շատ մարդիկ կան չեն կարողանում քայլել։ Երազում են քայլել։ Այսօր ունենք հնարավորություն, քայլում ենք, Տիրոջ տուն ենք գալի, աշխատում ենք, մեր կողքիններին օգնում ենք։ Գիտեք, գոհացեք։ Թող մեր սրտում նոր գոհություն գա Քրիստոսով, ամեն, որ մենք ամեն պահի գոհանանք, որ ունենք Աստված, որ ունենք Տեր, ամեն, եւ ինչպես եղբայրս ասավ, որ միմյանց սիրենք, կուզեմ ավետարանով հաստատեմ եղբորս ասածը, խոսացածը, Հովանես ավետարան 15-րդ գլուխ։ Եվ Տերը սա է մեզ ասում 12-րդ խոսքից, սա է իմ նոր պատվիրանը, որ սիրեք միմյանց, ինչպես ես ձեզ սիրեցի։ Գիտեք, պատվեր ա տվել Տերը, որ սիրենք իրար։ Կարող ես սրտանց կողքինից շրջվես ու ասես, Տերը քեզ շատ օրհնի, սիրում եմ քեզ շատ։ Ամեն, փառք Տիրոջը։ Եվ գիտեք, այսօր մենք պետքա մի բան հասկանանք, որ Քրիստոսը մեր կյանքում կարող մեկ վայրկյանում մեր կյանքը փոխի։ Ամեն, եւ այսօրվա քարոզի վերնագիրն էլ էսպես եմ վերնագրել. Հիսուսը կարող է մեկ վայրկյանում փոխի քո կյանքը։ Ամեն։ Գիտես, եթե կարիք ունես, որ կյանքդ փոխվի, ես ունեմ կարիք։ Ձեռքդ բարձրացրա, թող Տերը տենա, որ դու ունես կարիք, որ դու ունես կարիք, որ Տերը քո կյանքը փոխի։ Որովհետև այն հիվանդությունը, եթե քո կյանքում կա, դա Տիրոջ կամքը չի։ Փոփոխության կարիք կա, ամեն։ Որովհետև Տերը ուզում է, որ դու փոխվես։ Ամեն անգամ մենք ունենք կարիք փոփոխության։ Եվ այսօր ձեռքերդ բարձրացրա եւ ասա. Տեր, ես խնդրում եմ, որ փոխես իմ կյանքը, փոխես իմ իրավիճակները, փոխես իմ ֆինանսական օրհնությունները։ Տեր Աստված, ես քեզ եմ գալի։ Խնդրում եմ, որ Տեր Աստված օրհնես, օծես իմ ձեռքի գործը, իմ առողջությունը, իմ ներկան, իմ կյանքը, իմ ապագան, իմ երեխեքին, իմ տունը, իմ տեղը, Հիսուսի զորավոր անունով։ Ամեն։ Փառք Հիսուսին, արժան է։ Փառքին է արժան։ Հալելույա։ Փառք մեր Աստծուն, սիրելի եկեղեցի։ Գիտեք, Իրիկունը, երբ որ հովիվը զանգեց եւ ասավ դու ես ծառայելու, գիտեք, միշտ մի քանի օր շուտ զգուշացնում է ինձ հովիվը, բայց Տիրոջ հոգին ինչպես ուզում այդպես է շարժում է։ Եթե Տերը դրել է հովիվ սրտում, որ ես պետքա ծառայեմ, ուրեմն Տերը վստահել է, փառք Հիսուսին։ Եվ հովիվին ասի, լավ, հովիվ ջան, դե գնամ, նու սենց ասեմ, սիրելի եկեղեցի, որ ես իմանում եմ ես պետքա քարոզեմ, ես պատրաստվում եմ շատ լուրջ։ Երևի անակնկալ էր, այսպես մի անգամից ասավ, եւ երբ որ հեռախոսը դրեցին, մի անգամից հոգին հետս խոսած եւ քարոզը դրեց սրտումս, ասավ այս պետքա խոսաս, որ ես կարող եմ մեկ վայրկյանում փոխեմ կյանքը։ Որովհետեւ սիրելի եկեղեցի, գիտեք, 12 տարի տերատես կինը արնահոսում էր, չէ՞։ Հələ դուք պատկերացրեք, ամեն անգամ հիմա եկեղեցի շատ մարդիկ կարան ասեն, դե արդեն հոգնել ենք այդ 12 տարվա տերատեսկինը ամեն անգամ, բայց գիտեք Աստվածաշունչը չի փոխվում, նույնն է։ Մենք այդ Աստվածաշունչից ենք խոսում։ Եկեղեցում մեր ինչ քարոզվում է, Աստծո ճշմարիտ խոսքի հիմքի վրա ենք քարոզում, ամեն։ Եվ գիտեք, տերատեսկինը երբ որ արնահոսում էր 12 տարի, ամեն օր նրա կյանքում վախեր կար։ Ամեն օր նա վախենում էր, նա սարսափում էր։ Ամեն անգամ այդ արնահոսությունը տեսնելուց նա սարսափում էր։ Եվ գիտեք, Քրիստոսին պետք չեղավ, որ մեկ տարի ինչ որ մի հատ բուժում, դեղորայք, դեմ չեմ գիտեք դեղորայքին, կողմ եմ։ Բժշկությանն էլ եմ կողմ։ Իհարկե Հիպոկրատի երթում պահած բժիշկներին եմ կողմ, ոչ թե բիզնեսմեն։ Եվ գիտեք, մեկ վայրկյանում տերատես կնոջ կյանքը փոխվեց։ Մեկ վայրկյան։ Կներեք, մեկ վայրկյանում նրա կյանքը փոխվեց։ Եվ տեսեք, տերատես կինը ընդամենը հպվեց, հավատքով հպում։ Եվ տեսեք, Տիրոջ խոսքը ինչ է ասում, սիրելի եկեղեցի։ Մեզ այսօր պետք է, որ նրան շատ հավատանք, մեզ այսօր պետք է, որ նրանից շատ բռնվենք, չէ՞։ Տեսեք, Եբրայեցիներից 13-րդ գլխից եմ կարդալու 8-րդ խոսքից։ Հիսուս Քրիստոսը նույնն է երեք, այսօր եւ հավիտյան։ Տերը չի փոխվե։ Տերատես կնոջը բժշկող Քրիստոսը չի փոխվե, նույնն է։ Երեք,
այսօր եւ հավիտյան։ Այսօր մեզ պետք է որ Քրիստոսի փեշից նորից բռնվենք։ Ամեն, որ նրանից զորություն դուրս գա։ Չէ՞ որ երբ որ տերատեսկինը բռնեց նրա փեշից, չէ՞, ինչ կատարվեց։ Քրիստոսը շրջվեց, ասավ, ով դիպավ ինձ։ Եվ աշակերտները ասեցին, վարդապետ, ամբողը հրում ա քեզ։ Ասավ, չէ, ինձանից զորություն գնաց, ինձանից բժշկություն գնաց։ Այսօր մենք կարիք ունենք Քրիստոսին հպվենք, այդ տերատես կնոջպես, որ Քրիստոսից զորություն դուրս գա մեր վրա։ Եվ մեր ամեն մեր ձեռքերում մահացածը հարություն առնի Հիսուսի անունով։ Ամեն։ Սիրելի եկեղեցի, այնպիսի մի աշխարհում ենք ապրում, որ գիտեք, արդեն նորմալ է, որ իմանում ենք այս լուրը, այն լուրը, այս երկրում պատերազմ։ Գիտեք, իմ սեփական կարծիքն եմ ասում եւ Աստվածաշնչից էլ կարդալով, հասկանալով մի բան եմ հասկանում, որ ապրում ենք վերջին օրերը։ Քանի գնում է աշխարհը իր տրամաբանական ավարտին է մոտենում, բայց մեզ ինչ է պետք, որ ամուր բռնենք Քրիստոսից, որ նա մեզ երջանիկ անի։ Գիտեք, Աստվածաշունչը ասում է, ես ինձ ամուր բռնողներին երջանիկ կանեմ, բայց երբ կանի երջանիկ։ Կանի այն ժամանակ երջանիկ, երբ որ մենք ամուր բռնենք Քրիստոսից։ Ամուր բռնելը ֆիզիկական չպատկերացնեք, այսպես Քրիստոսից ամուր բռնենք, ամուր մեր հավատքով բռնենք Քրիստոսին։ Ամեն սիրելի եկեղեցի։ Եվ ասում է, ես ինձ ամուր բռնողներին երջանիկ կանեմ, բայց որտեղ այս աշխարհում, այս աշխարհի մասին է խոսում։ Երկնքում երջանկություն է, դու ուզես, չուզես Քրիստոսի ներկայության մեջ, ակամայից արդեն իսկ երջանկություն է։ Ամեն։ Քրիստոսի ներկայության մեջ տխրություն չի կարա լինի, բայց այս աշխարհում շատ տխրություններ կան։ Ասում է ինձ ամուր բռնի, եւ ես քեզ երջանիկ կանեմ, ամեն։ Կարա գա խնդիրը, կարա գա խնդրեմը, կարա գա նեղությունը, բայց մեզ ինչա պետք, որ Քրիստոսից ամուր բռնենք։ Մեր կյանքում շատ անգամներ, գիտես սիրելիս, եթե դու էլ քեզ ինչ որտեղ տես բռնացրել ես, կարաս այսօր անկեղծ բերես Տիրոջ առաջ, որ ինչ որ մի հատ խնդիր ա գալի, գիտես են բարեկամը լավ է, էլի, դες լավ պաշտոն ունի, փող գնդապետ տղա է, մի հատ ասենք այս հարցը կլուծի կամ գիտես են մի քուրիկի մոտ ոնց որ լավ է գործերը, բիզնեսմեն քուրիկը, ասենք մի հատ այս ֆինանսի հարցերը։ Մենք ամբողջ մեր ուղեղը աշխատում է, բարեկամներ, եղբայրներ, քույրեր, բայց մենք չենք կարողանում հասկանանք, որ ամենաառաջինը նրա մոտ ենք գնալու, ամեն։ Եվ տեսեք Տիրոջ խոսքը ինչ է ասում։ Սաղմոս 62-րդ գլխից եմ կարդալու 10-րդ խոսքից։ Հույս մի դրեք հարստության վրա եւ ոչ էլ զուր հույս դրեք հափշտակության վրա, եթե հարստությանն էլ շատանա, նրա վրա էլ սիրտ մի դրեք։ Տեսեք, ասում է, երբ որ հարստանաք, հույս չդնեք։ Ասում է, հարստությանդ վրա երբեք հույս չդնես։ Հարստանաս, աղքատ լինես, բայց Տիրոջ կամքը չի, որ մենք աղքատ լինենք։ Մենք հռչակում ենք մեր կյանքի համար օրհնված ֆինանսներ Հիսուսի կամքով։ Ամեն, որը որ Տիրոջ կամքն է, սիրելիս։ Եվ տեսեք Տերը Հիսուս Քրիստոսը խոսում է եւ ասում է. հույսը դիր իմ վրա։ Ոչ հարստության վրա, ոչ ծանոթի վրա, ոչ ընկերոջ վրա։ Բոլորը մի օր կարան քեզ թողան, սիրելիս։ Ես այսօր չեմ քարոզում, որ քեզ կթողան կամ չեն թողա, բայց կարա ամենամոտիկ մարդը թե քեզ թողա, սիրելիս։ Եվ մենք տեսել ենք, չէ, 20 թվին եկեղեցում։ Հովիվ ջան, հետը տենք։ Մինչև մահ, ինչ էլ անենք հետը տենք։ Հետո ձայնը ասեց. Վայ ձայնը չորանա Հիսուսի անունով։ Ինչպես որ հիմա չորացել է Հիսուսի անունով։ Ամենամոտիկ մարդիկ սկսին խփելը, սկսին զարկելը։ Գիտեք, երեք խորում է եւ կանգ է առել խոնարհության վրա, որ հոգևոր մարդու կյանքում ամենակարևոր բանը գիտեք որն է, անկեղծ խոնարհությունը։ Կեղծ խոնարհությունը, սիրելիս, հպարտությունից վատ է։ Այն օրը եղբայրս գցել էր իր սոցցանց, կարդացի ու շատ տենց ոգևորվեցի, իրոք որ ճիշտ է։ Կեղծ խոնարհությունը հպարտությունից վատ է, սիրելիներս։
Ամենակարևոր բանը, երբ որ մենք հասկանանք մեր կյանքում, որ մենք ներսից լինենք հոգևոր։ Դրսից կարանք գանք եկեղեցի։ Օրինակ, այս վերջերս ես սովորել եմ, մինչև հիմա չէի կարողանում ասեի, իհարկե կներեք անկեղծությանս համար, пусть Бог благословит вам։ Այդ չէի կարողանում ասեի, հիմա մի քիչ սովորել եմ, ու ռուսերենից մի քիչ շատ եմ ասում, կարանք գանք ռուսների մեջ է пусть Бог благословит вам, բայց ներսից տենց ասենք, մի հատ տենց ջղային մի հատ տղա ենք, էլի։ Գիտեք, ներսդ սարքի հոգևոր։ Որ ներսդ իրական հոգևոր լինի, դուրսդ կլինի ու կլինի։ Որովհետև սրտի ելքից է կյանքը։ Ամեն սիրելի եկեղեցի, փառք Հիսուսին, մեր Տերը բարի է, ամեն։ Մենք ամեն ժամանակ պետք է մեր հույսը դնենք մեր բարի, հզոր, ողորմած Աստծո վրա, սիրելիներս։ Տեսեք, մեր կյանքում շատ անգամ մենք կարա փորձությունը գա, նոր սկսենք աղոթելը։ Բայց Հիսուս Քրիստոսը ասում է, արթուն կացեք ու աղոթք արեք, որ փորձության մեջ չընկնեք։ Հիմա ինձ համար եւ քեզ համար կարդալու եմ Մարկոս ավետարան 14-րդ գլուխ 38 խոսքից։ Արթուն կացեք ու աղոթք արեք, որ փորձության մեջ չընկնեք։ Հոգին հոժար է, բայց մարմինը տկար։ Գիտեք, սիրելիս, ամեն անգամ մեր մարմինը ինչքան ուզես, սիրտդ ինչքան ուզի, այդքան զբաղվածություն կբերի։ Որովհետև մարմինը տկար է, բայց հոգին հոժար է։ Մեր հոգին ճանաչում է Քրիստոսին։ Ամեն։ Գիտեք, ամեն անգամ, գիտեք, այս փչացող մարմինի վրա, ես չեմ ասում, գիտեք, մարմինը այսօրվանից, չգիտեմ, սենց մեզ չհետևանք եւ այլն, բայց կարևորը մի բանի վրա կանգնենք, հոգու, որովհետև հոգին է հավիտենական։ Եկեք ուշադրություն այսօր դարձնենք հոգու կյանքին։ Երբ որ սկսենք հոգու կյանքին ուշադրություն դարձնելը, մարմինը ինքնստինքյան կսկսի ենթարկվել, ամեն։ Եկեք սկսենք այսօրվանից դաստիարակենք մեր մարմիններին, ամեն։ Շատ անգամ մարմինդ կարա ասի, դե գիտես, դե նորմալ է էլի, այս իշխանն եմ սենց հանենք, էլի չէ, մի արա։ Եկեք ապրենք Տիրոջ կամքի մեջ, սիրելիներս։ Եկեք հասկանանք, թե Տիրոջ հոգին ինչ է ուզում մեզնից, ամեն։ Սենց չարչարվում ենք, մի տարի ու կես, 2 տարի առաջ գնում ենք կուլտուրիզմի, ընկերս էլ սենց իրան կորցրած, արդեն պրոտեինները սենց խմում էր անընդհատ, ով տեսնում էր, ասում էին, Հակոբ ջան, ես ինչ սենց լավ մկաններ ես գցել, ասում էր, հա, ես էլ տենց հետևից էի խմում, վատանում էի հետո, ստամոքսի ցավից, վայ, ասում էի, ես ինչ էր, սենց մարմնների սենց հետևում էինք, այ մարդ գնում էի սպորտզալ Հակոբի հետ, տեսնում էի 200 կիլոանոց սենց շտանգաները վերանում, սենց շտանգայանում, ու ես հետո հասկացա, արդյոք այդ նույն ձև ավետարանը վերցնում ենք ու սկսում ենք մեր հոգիները մարսել, արդյոք դա այդպես է, թե մենակ մեր մարմիններն ենք մեր սովորացնում, որ մարսենք, մարմնին լավ լինի, մարմինը սովեց, մարմնին հետևանք, վայ մի քիչ մրսինք, մի քիչ իսկ հոգին, որ սոված է, ինչ ենք անում, իսկ մեր մեջի հոգին մեկին է ուզում Քրիստոսին, ամեն, փառք Տիրոջը, հալելույա, մեր Տերը արժան է քո ծափահարություններին, մի խնայիր, ծափահարիր նրան, նա արժան է, փառք Տիրոջը։ Գիտես, ես նոր խոսացի եւ ասացի, չէ՞ որ, երբ որ մենք նեղությունը գալիս է մեր կյանք, բոլոր բարեկամներին հիշում ենք, բժիշկ, ծանոթ, անծանոթ, սաղին հիշում ենք։ Բայց գիտեք, մեկը կա, որ նեղության օրում ամրոց է, նրա անունն է Քրիստոս։ Նոեմի առաջի գլուխ տեսեք ինչ է խոսում, 7-րդ խոսքից, բարի է Տերը, ամրոց է նեղության օրում, եւ նա ճանաչում է իրեն ապավինողներին։ Տեսեք, ասում է, ես ճանաչում եմ ձեզ, որ ինձ հույս եք դրել, ապավինվել եք։ Քրիստոսը մեզ ճանաչում է, սիրելիներս։ Երբ որ մենք սրտանց հույսը դնում ենք նրա վրա, գիտես, լավ է, շատ լավ է։ Երբ որ հույսը դնես քո ընկերոջ վրա, քո ամուսնու վրա, քո կնոջ վրա, բայց թող միշտ քո սրտի գահին մեկը նստած լինի, Քրիստոսը։ Ամեն։
Որովհետև երբ որ քո սրտի գահին Քրիստոսը նստած լինի, ամեն բան իր տեղը կլինի, սիրելիներս։ Այսօր կյանքում կարան շատ խնդիրներ կան, շատ խնդիրներ կան, ես նորից եմ ասում, որովհետև ապրում ենք այնպիսի մի աշխարհում, որ արդեն մի րոպեում կարա բան փոխվի։ Բայց այսօր եկեք հռչակենք, ասենք Տեր, մենք ուզում ենք, որ մի վայրկյանում դու փոխես մեր կյանքը, ոչ թե այս կյանքի իրավիճակները, ամեն Փառք Տիրոջը։ Փակի աշկերտ մի պահ աղոթենք, հա, սիրելի եկեղեցի։ Հայր, խնդրում ենք, որ այս չար աշխարհում Տեր Աստված, այս աշխարհը մեր իրավիճակները չփոխեն, այլ դու փոխես մեր կյանքը մեկ վայրկյանում։ Դեպի բարին, հաճելին ու կատարյալը Հիսուս։ Քո ձեռքերին ենք հանձնում Տեր Աստված մեր կյանքի ամեն րոպեն, Հիսուսի անունով։ Ամեն։ Գիտեք, սիրելի եկեղեցի, եկեք այսօրվանից ավելի շատ հանձնվենք նրան։ Եկեք այսօրվանից ավելի շատ վստահենք նրան։ Նոր կերպով քո ամենամեծ աղոթքը Քրիստոսին վստահելն է։ Սիրելի եկեղեցի, երբ որ մենք սկսում ենք Քրիստոսին վստահելը, հզոր է դա, շատ հզոր է։ Դու վստահում ես ամենակարող Աստծուն։ Եվ քարոզը այսպես էլ սկսեցի, ասի դուք հաղթող եք, դուք օրհնված եք, որովհետև դուք այստեղ եք։ Գիտեք, սիրելի եկեղեցի, ովքեր որ Մոսկվայի Աստծոտուն եկեղեցուց են, եւ ինչ որ պատճառներով չեն եկել, խնդրում եմ, որ նայես քո կյանքը, վերանայես քո կյանքը, հաստատուն եղնես քո ծառայությունների մեջ։ Իմ հորդորն է քեզ, որովհետև Քրիստոսին ծառայելով երբեք չես պակասի, ամեն։ Եվ ամենակյանքի մեծ խաբեությունը գիտեք որտեղ է գալի։ Երբ որ մարդը հեռանում է Քրիստոսից, ամենամեծ խաբեությունը ինձ համար, սա իմ կարծիքն է։ Երբ որ մարդը ասում է, դե գիտես, մի հատ լավ եղբայր ունեմ, միշտ ասում է, հենց Քրիստոսը ինձ մի հատ լավ գործ օրհնեց, գալու եմ եկեղեցի, ասի հենց Քրիստոսը քեզ լավ գործ օրհնեց, վաբշեմ չես գալու եկեղեցի։ Ամենամեծ խաբեությունը սկսվում է հոգևոր մարդու կյանքում այդտեղ։ Դե եկեղեցի, դե այսօր մի քիչ ոնց որ զբաղված եմ։ Մեկը տեսնում ես, հոп, տեղ տվեցիր սատանային։ Այնքան զբաղվածություն կբերի, այնքան զբաղվածություն կբերի քո կյանք, որ դու չես պատկերացնի։ Որ մի օր կտեսնես, որ դու հեռացել ես։ Գիտեք, սիրելի եկեղեցի, ասել եմ, կասեմ ու ասելու եմ։ Առանց եկեղեցի չկա հոգևոր կյանք։ Ինձ համար առանց եկեղեցի չկա հոգևոր կյանք։ Որովհետև Հիսուս Քրիստոսը ասում է, ինչքան որ տեսնում եք, որ վերջի ժամանակներն է, միատեղ հավաքվելը մեկ թողնի։ Ամեն։ Փառք Տիրոջը։ Իմ հորդորն է ձեզ, սիրելի մեզ դիտողներ, օրհնում եմ ձեզ Հիսուսի անունով եւ հորդորում եմ, որ ամեն կիրակի, չգիտեմ շաբաթվա մեջ ինչ զբաղվածություն կունենանք, բայց կիրակի օրերը եկեք իրար հետ պաշտենք Աստծուն։ Ամեն, հալելույա։ Մեր Տերը բարի է։ Փառք Աստծուն։ Եվ Քրիստոսը ասում է, եթե միայն հույսդ այս կյանքի համար այն վրա, ամենաողորմելի մարդն ես։ Եվ տեսեք ավետարանով կհաստատեմ ասածս, առաջի Կորինթացիս 15-րդ գլխից 19-րդ խոսքից, եթե միայն այս կյանքում Քրիստոսի վրա հույս ունեք, բոլոր մարդկանցից ավելի ողորմելի եք։ Տեսեք, ասում է, եթե այս կյանքի համար, լավ է, որ այս կյանքի համար մենք հույս ունենանք Քրիստոսի վրա, բայց նաև չմոռանանք, որ մեր հույսը դնենք փրկության համար Քրիստոսի վրա։ Ամեն, որովհետև փրկությունը մեր ձեռքերում չի։ Եվ երբ որ այս համարը կարդում էի եւ հասկացա մի բան, որ մենք բարի Աստծո ենք ծառայում։ Ես հետ նայեցի եւ գիտեք, երեք որ ես ինքս մի քանի օր առաջ շատ, չգիտեմ, վկայություն ասեմ, անկեղծություն ասեմ հիմա, բայց ավելի շատ երևի վկայությունն է սա։ Ինչի Տերը այսօր ինձ բարձրացրեց քարոզելու, ես այդպես հավատում եմ, որ դա այդպես է, որովհետև 3 օր առաջ ես ինձ շատ խիստ դատապարտում էի։ Շատ խիստ։ Ու այդ դատապարտությունը ինձ գցել էր արդեն փակուղի։ Ասում էի, լսի, դու հոգևոր ես, մի շաբաթա գիրք չես կարդում, բայց այնպես չի, որ չեմ ուզում կարդամ, պրոստը
գիշերը աշխատում եմ, առավոտը քնած եմ, հետո կեսօրին զարթնում եմ, էլի գիշերվա համար պատգատով կեկ ենք անում, ինչ գործերի մեջ ենք, ժամանակավոր է։ Եվ շատ խիստ սկսում էի դատապարտել, ասում էի, ու ես ծիծաղելով ինքս, ինձ եղնում է, չէ, որ մենք մեկ մեր հետ խոսում ենք, սկսում ենք խոսալ, եւ ասում էի, հեն կարող է ավետարան արդեն մոռացել ես, քանի գլուխ ունի, հələ մի հատ բացի նայի, եւ խիստ դատապարտում էի։ Եվ գիտեք Տիրոջը ինչա պետք։ Կարևոր չի, որ մարդը իրան վերցնի եւ սարքի, վայ աղոթքի ժամը եկավ գնամ աղոթեմ, վայ էսպես։ Լավ է որ աղոթքի ժամ ունենաս ավետարան կարդալու։ Բայց եկեք ապրենք հոգեվոր կյանք սրտով, որովհետեւ Հիսուս Քրիստոսի խոսքը ասում է ես եմ սրտերի եւ երիկամուկները քննող Աստվածը։ Ամեն։ Իմ աչքերում ես արդեն հետընկած հոգեվոր էի։ Մի շաբաթա գիրք չէի կարդում։ Եվ Տերը ասավ տես։ Եվ հասկացա երեք մի բան։ Եթե ինչ-որ մեկը այստեղ կասի կամ մեզ դիտողներից վստահ են իրանց փրկության մեջ, ես կասեմ դու սուպեր հոգևոր ես։ Ես վստահ եմ Հիսուսի վրա։ Ոչ թե իմ ապրած հոգևոր կյանքի վրա։ Ամեն րոպե կարամ մեղք գործեմ։ Ավետարանը ասում է ով որ կասե որ ես մեղք չեմ գործում, խաբեբայ անում։ Ավետարանը ամեն մարդ էլ կարա մեղք գործի, բայց փրկությունը Քրիստոսի ձեռքերում է։ Եվ երեք մի բան հասկացա, որ Քրիստոսը ամեն օր իր այրյան տակից է նայում մեզ, որ մեր մեղքերին հատուցում չի տալիս։ Մեր մեղքերը ներում է, բարձրացնում է, գալիս է, դարման է դնում վերքերից, սիրելիս։ Ամեն անգամ երբ որ լացում ես, արտասվում ես, արցունքներդ սրբում է։ Եվ ասում է քո հզոր աղոթքների մի տեսակ էլ քո լացելն է իմ առաջ։ Սիրելիս, եկեք ավելի անկեղծ լինենք Տիրոջ առաջ։ Եկեք ավելի բռնվենք նրանից ամուր, որ նա մեզ երջանիկ անի։ Մենք կարանք շատ հարցերում, շատ գործերի մեջ խաբվենք, չհասկանանք, բայց մեկը կա, որ նա մեզ միշտ հավատարիմ է, նրա անունն է Հիսուս։ Ամեն սիրելի եկեղեցի փառք Տիրոջը կներեք։ Փառք Հիսուսին սիրելի եկեղեցի։ Հավատում եմ, որ հունիս ամսին ջուր խմեցի, այդպես սրտումս դրվեց, որ հռչակեմ, հավատում եմ, որ հունիս ամսին ունենալու ենք հզոր ամբիոմ Հիսուսի անունով։ Ամեն, փառք Տիրոջը։ Ամեն, փառք Տիրոջը։ Ամեն, ամեն աղբերս։ Տեսեք, Հիսուս Քրիստոսը մեզ ասում է ահա շուտով գալիս եմ։ Վարձք ունի իր հետ։ Ամեն։ Քրիստոսը գալիս է սիրելի եկեղեցի։ Շուտով։ Իր խոսքն ասում, ես չեմ ասում, ստեղ է գրած, հայտնություն գլուխ։ Կարակ բացեք, կարդակ ես այսեք կարդամ ինձ համար եւ քեզ համար սիրելի եկեղեցի։ Եվ ասում է գալիս եմ եւ հիմա վարձքը ինձ հետ է։ Ամեն։ Մեր ծառայությունները զուր չեն, սիրելի եկեղեցի։ Ինչքան կարողանում ես ավելի ջերմերանց սկսի Տիրոջը ծառայել։ Ամեն։ Փառք Հիսուսին։ Տեսեք ինչ հրաշալի է խոսում, Հայտնություն 22-րդ գլուխ 12-րդ խոսքից։ Եվ ահա շուտով գալիս եմ։ Եվ իմ վարձքը ինձ հետ է, որ ամեն մեկին կհատուցանեմ, ինչպես իր գործերը կլինեն։ Շատ հրաշալի է, եկեք կանգնենք մի պահ, սիրելի եկեղեցի։ Ասում եմ, ես ահա շուտով գալիս եմ։ Եվ իմ վարձքը ինձ հետ է։ Եվ հատուցանելու եմ քեզ, հենո։ Ինչպես է քո գործերը։ Ինչ ես անում։ Գործերը նա չէ, յուվիլերություն։ Եկեղեցում ինչ ես անում։ Իմ գործերից ինչ ես անում։ Ինչպես ես ինձ ծառայում։ Հատուցանելու եմ։ Փրկության հետ սա ես չեմ կապում։ Պրոստը վարձքը սա տալու։ Ինչ վարձք ունեմ։ Ինչ եմ արել։ Գիտեք, մայիսի 10-ն է այսօր։ Հունիսին ես կիսելու եմ այս 2026 թվի տարին կես եմ անելու, չէ՞, ես ինձ համար եմ ասում։ Եվ ունեմ նոր պտուղ ընդամենը 1 հոգի։ 1 հոգի։ 6 ամսվա մեջ աբսուրդ է ինձ համար։ Ուր են պտուղներս։
Իսկ ինչքան եմ քարոզում։ Իսկ ինչքան եմ ավետարանում։ Լսել եք, չէ՞ sense մի հատ հայկական լավ խոսք կա։ Կներեք իհարկե, ես խոսքից ասում կուր ասում եմ, կուր լսեք։ Ամեն։ Փառք Հիսուսին, նա արժան է փառքերին։ Փառք Տիրոջը։ Սիրելի եկեղեցի, եկեք Քրիստոսին ամուր բռնենք եւ այսօրվանից դուրս գանք եւ այս կորչող աշխարհի մեջ ավետարանը քարոզենք։ Եկեք դադարենք իրար ավետարան քարոզելուց։ Այստեղ բոլորն է Քրիստոսին լավ գիտեն, բոլորը ճանաչում են։ Ասեմ ավելին, լեզուներով են աղոթում։ Ասեմ ավելին, մենք հզոր մարգարեական եկեղեցի ենք։ Ռեկլամացիա չի, բայց մեր եկեղեցին ինձ համար, չգիտեմ, ինձ համար եմ ասում, ես օրհնում եմ բոլոր եկեղեցիները, բոլոր ավետարանական եկեղեցիները, առաքելական եկեղեցիները, բոլոր եկեղեցիները, բայց ինձ համար իմ տունն է թանկ, Մոսկվայի Աստծո տուն եկեղեցին։ Ես օրհնում եմ իմ տունը Հիսուսի անունով։ Ամեն սիրելի եկեղեցի։ Գիտեք, եկեք այսօր Քրիստոսին էլ ավել։ Ինչքան էլ ասենք քիչ է, ամուր բռնենք, որ նա մեզ երջանիկ անի եւ դուրս գանք եւ պտուղ բերենք։ Ասում եմ գնա եւ պտուղ բեր։ Եվ այն ինչ էլ հորից իմ անունով խնդրես, կառնես։ Տեսեք, ասում եմ ծառայեք, ասում եմ ես գալիս եմ։ Հայտնություն 22-րդ գլուխ 19-րդ խոսքից, ասում եմ ես գալիս եմ եւ իմ վարձքը ինձ հետ է։ Սիրելի եկեղեցի, ես ուզում եմ մինչև տարվա վերջ, ես չգիտեմ ինձ համար եմ ասում, բայց Երանի թե տա Աստված, տեսեք շատ մեծ թիվ չեմ ասում, իմ քարոզած ավետարանից 5 հոգի էլ ապաշխարի Հիսուսի անունով, հիմա կասեք ես ինչ, թող 5-ը լինի, բայց լինի Հիսուսի անունով, դու էլ քո կարող ես Տիրոջ առաջ բերես քո ուզած թիվը եւ ասես Տեր այսքան մարդ եմ ուզում, չգիտեմ սրտանց ուզում եմ այսքան հոգի ապաշխարի Տեր ջան, իմ քարոզած ավետարանից։ Պատկերացրեք, եթե ամեն մեկս մինչև տարվա վերջ 5 մարդու ապաշխարության պատճառ դառնանք։ Քանի հոգի ենք, բազմապատկեք 5-ով։ Ես այսօր թիվ ու թվաբանություն չեմ քարոզում։ Այսօր քարոզում եմ որ վերցնենք ավետարանի ամուր խոսքը եւ դուրս գանք եւ կորչող աշխարհին ավետարանը քարոզենք։ Ամեն սիրելի եկեղեցի։ Երեք միտեղ էի եւ խոսում էի այդ տվյալ մարդու հետ, ազգությամբ ադրբեջանցի էր, ու մոտիկություն ենք անում, նույն քաղաքից ենք, այստեղ Մոսկվա, Դալգապրուդնից ենք։ Եվ ինքը ասում էր, գիտես, ասում էր, Գենրիկ ասում էր Հարևանս ասում էր շատ գումարներ ուներ, շատ գումարներ, ասում է, նու կարելի է այսպես ասել դոլարով միլիոնատեր էր, բայց չփրկվեց, մահացավ, և ասի ինչ հիվանդություն էր, ասա որ ուծք էր, մահացավ, գիտեք սիրելի եկեղեցի, դադարեք ամեն ինչի վրա հուսալուց, մեկը կա, որ նրա վրա կարանք հույս տնենք, դա Քրիստոսն է, որ երբեք չի ամաչեցնում։ Ինչքան էլ ֆինանս ունենաս, ինչքան էլ որ Քրիստոսը կբարձրացնի։ Չգիտեմ ինչ քո գործի մեջ, քո պրոֆեսիոնալության մեջ ինչքան է Տերը կբարձրացնի, հույսը դիր Քրիստոսի վրա։ Թող քո հույսը Քրիստոսը լինի։ Թող քո ապավենը նա լինի։ Ամեն։ Թող քո սրտի գահին միշտ Քրիստոսը նստած լինի, սիրելի եկեղեցի։ Փառք մեր Աստծուն, նա բարի է, նա հզոր, մենք հզոր Աստծու ենք ծառայում, սիրելի եկեղեցի։ Գիտեք, երբ որ ես ասացի, որ ես եմ քարոզելու եւ քարոզի անունը դրեցի, որ Հիսուսը կարող է փոխել քո կյանքը մեկ վայրկյանում, այո, սիրելի եկեղեցի։ Հռչակի ու ասա հավատքով, որ Տեր դու կարաս իմ կյանքը մեկ վայրկյանում փոխես, որ կարաս այն հիվանդությունը, որ կա իմ մեջ հեռացնես Հիսուսի անունով, մեկ վայրկյան, մեկ հպում, մեկ անդկնթարթ եւ կփոխվի քո կյանքը։ Չգիտեմ ինչ խնդրի մեջ ես, ես իմ խնդիրը գիտեմ, ես քո խնդիրը չգիտեմ, բայց բեր քո խնդիրը Տիրոջ առաջ, ասա Տեր, ես ուզում եմ, որ այդ մեկ վայրկյանում դու փոխես, որովհետև Քրիստոսի համար պետք չեն ժամեր, օրեր, տարիներ, մեկ վայրկյան, մեկ հպում։
Երբ որ Տեր Հիսուս Քրիստոսը գնաց եւ Ղազարոսին հարություն էր տալի, չսպասեց մի շաբաթ անցնի, 10 օր անցնի, ասավ Ղազարոս վեր կաց, հրամայեց։ Թող այսօր Քրիստոսը մեր կյանքի ամեն մահացած իրավիճակին հրաման արձակի Հիսուսի անունով։ Ամեն, սիրելի եկեղեցի, փառք Հիսուսին, կարող ես սրտանց ծափարել նրան, փառաբանել նրան, հալելույա։ Նա արժան է, որ առնի քո տված ծափարությունները, փառքը, պատիվը, հալելույա։ Փառք Հիսուսին, սիրելի եկեղեցի։ Տեսեք, գիտեք, արդեն 7 տարի է ես ու Հակոբը իրար հետ աշխատում ենք եւ առաջի օրից, այսինքն մինչեւ աշխատանքն էլ, երբ որ մտել եմ ես եկեղեցի առաջի օրից, գիտեք ինչ եմ ասա, ես հովիվին չեմ քարոզում, ես Քրիստոս եմ քարոզում, բայց գիտես սիրելի եկեղեցի, երբ որ դու քո գնացող առաջնորդին չհարգես, դու չես դառնա առաջնորդ, հարգիր քեզանից առաջ գնացողներին, հարգիր քո առաջնորդին։ Եվ միշտ ասել եմ, հովիվ այս անեմ, թե չանեմ։ Գիտեք, հովիվ, ինձ համար հովիվը, իմ հովիվը, Նելի Գրիգորյանը, իմ հոգևոր ծնողն է։ Եվ գիտեք, այս մարդը Աստծուց դրված է, որ մեզ առաջնորդի։ Հա, բայց եթե ես չեմ գալիս, չեմ խնդիրը ասում, ինքը որտեղից Աստծուց առաջնորդվի այդ բանին, որ ասի այս բանը, որ մի անի, սխալ է, այս բանը կարաս անես։ Գիտեք, եւ վկայություն տամ, շատ լուրջ փորձանքի մեջ էինք ընկել ես ու Հակոբը 6 տարի առաջ։ Այնպիսի փորձանք, որ իրոք լուրջ եմ ասում, հնարավոր էր։ Ոչ թե հնարավոր էր, արդեն թղթեր էին կազմել, որ մեր կամպանիային դատի տան։ Բայց մենք այդ գործի մեջ խաբվել էինք։ Չմանրանամ, մենք այդ գործի մեջ խաբվել էինք, մեզ խաբել էին։ Եվ երբ որ կապնվեցին մեզ այդ Հայաստանից, մենք այդ ժամանակ Հայաստանից գործիքներ էինք բերում, յուվիլյարնի գործիքներ էինք բերում եւ վաճառում էինք այստեղ, փառք Հիսուսին, լավ գումար էինք աշխատում։ Եվ այդ տվյալ կամպանիայի եղբորորդին եղբոր տղան, այդ տվյալ կամպանիայի տիրոջ եղբոր տղան մեզ խաբել էր։ Կամպանիայի ներսում թաքուն գործեր էր անում իր հորողբորից, թաքուն։ Մտե մենք էլ հանգիստ արխային վաճառում ենք այս գործիքները, այս կամպանիան իմանում է։ Ստեղից զանգում են, ստեի մեծ կամպանիաներից զանգում են, ասում են ճշտել ենք, 2 ջահել տղա են, աշխուժ տղերք են, արդեն նենց մեծ վաճառքներ են տալի, որ շատ լուրջ է, բայց ասում են մենք իրանց պայմանագիր չունենք, որտեղից են վաճառում։ Եվ զանգ եկավ համարի վրա, արդեն գտել են եւ այլն։ Եթե օրգանի աշխատողներից կան մեզ դիտողներ, սիրելիներս, այդ հարցը փակված է, մենք խոսացել ենք արդեն, Տերը ձեզ օրհնի։ Եվ զանգեց այդ մարդը, բարև, ասի, հարգելիս ասի, 2 օրից կլինեմ Հայաստանում։ Ոնց ասավ, ասի հենց այդպես, կլինեմ Հայաստանում, կգամ ու աշկերիդ մեջ կնայեմ։ Բայց չեմ ուզում գնամ, սիրելի եկեղեցի։ Եվ այդ ժամանակ կարգու կանոնում էի ծառայում, այնտեղ կանգնած փառաբանությունը երգում է, ես լացում եմ։ Լուր արտասվում եմ, դե արդեն գիտեմ, որ գնամ շատ հնարավոր է ուրիշ տեղ ու արդեն տանեն։ Եվ երբ որ հավաքույթը պրծավ, ես, Հակոբը, Սպարտակը եւ Հովիվը աղոթեցինք եւ Հովիվը ասավ գնա։ Ասավ գնա եւ կհաջողվեք, բայց ասավ լսի, չգնաս, չխեղճանաս ընդ, գնա եւ Հիսուս Քրիստոսի անունով մտի եւ ասա ես ես մարդն եմ։ Ասավ հա, հենց այսօր տոմս առեք եւ գնացեք։ Դա արդեն Մարգարեն ասել է, պետքա գնանք։ Եվ երբ որ գնացինք, հասանք այդ տվյալ տեղը։ Այս մարդը դուրս եկավ, ասես մա թարս նայեց մեզ, դե արդեն հարմար ոնց որ վնաս ենք բերել իր կամպանիային, թարս նայեց, ասավ կանչեք կաբինետ։ Հետո մտանք կաբինետ,
Հələ բան չէր խոսած, ասի աշկերիզ նայի։ Մեծ մարդ է։ Բայց գիտեք, այնպիսի իշխանությամբ եմ խոսում, որ ես դա ինձանով չէի կարա, ասի աշկերիզ նայի։ Սենց զարմացավ, ասի տեսնում ես աշկերս։ Բահա, ասի ինչ ես տեսնում։ Ասի բարիություն չես նկատում, որ խափ է փաչենք։ Բան նկատում եմ։ Ասի մենք Աստծո զավակներ ենք։ Աշխատել ենք, մեր ընտանիքն ենք պահել, ու այսպես սկսենք խոսալը, ասավ կանգնենք։ Կանչեց քարտուղարուն, ասավ կանչի իրավաբանին, կանչեց, ասավ այն թղթերը, որ պատրաստել էիր, որ տանք դատարան, բոլորը ճղի։ Եվ ասավ առաջարկցես, իմ պարտնյորը կդառնաք Մոսկվայում։ Ասինք կմտածենք, ոչ մի պատասխան չտվինք, ասինք կմտածենք։ Դրանից հետո 2 տարի մեզ զանգին անընդհատ իրաց կամպանիայից մենք մերժում էինք, ասում էինք հազիվ բրծել ենք, Տերը ձեզ օրհնի, մենք ուրիշ գործի մեջ ենք։ Օրհնված եղեք, օրհնում ենք Հիսուսի անունով։ Եթե անգամ ինչ-որ տեղ որ կա, որ պետք է մտնես եւ վախում ես, հույսը դիր նրա վրա։ Ամեն, նա ամեն բան կարող է։ Ամեն տեղ մտեք Քրիստոսի հետ եւ հաղթող կլինեք Հիսուսի անունով։ Ամեն։ Սիրելի եկեղեցի, երբ որ ինչ-որ միտեղ բարձացել ես, մի մոռացի մարգարեիդ, մի մոռացի եկեղեցիդ։ Գիտեք, այստեղ կանգնած ասի Տեր, դու գիտես, որ ոչ մի քարոզ, ոչինչ չեմ պատրաստել։ Դե այդպես սովորում եմ, ինչ տեսնում եմ իմ առաջնորդից, դա սովորում եմ։ Հովի ջան, ինչ քեզնից տեսնում եմ, դա սովորում եմ, սովորելու եմ։ Քարոզ չպատրաստեցի եւ ասի, այս անգամ ես պետքա գնամ ու սկսեմ։ Տեր ջան, ինչ կուզես, դա էլ կխոսամ։ Եվ գիտեք, վստահ ասում եմ, իմ ու իմ ընկերոջ հանդիպումը այս եկեղեցում է եղել։ Մեր գործը այս եկեղեցում է ստեղծվել։ Գիտեք, շատ ժամանակ կա, որ պետք է Տիրոջ առաջ անկեղծ լինես։ Հա, դեմ չեմ։ Իմ ու Հակոբի գործոնը շատ մեծ է մեր գործի մեջ եւ այլն։ Քիչ է, շատ է, բայց պատճառը իմ թանկ եկեղեցին էր։ Գիտես, գոհացի Աստծուց։ Եվ այս վերջերս էլ մի գործ պետք է անենք։ Եվ ասի չեմ անելու, մինչև չգնամ։ Ավանդույթի համաձայն, հովիվի հետ չխոսամ։ Մինչև դաբրոն չտա, չեմ անելու։ Էնպես չգիտեք, սիրելի եկեղեցի, կարող է ես բիզնեսից ավելի շատ բան հասկանամ, քան հովիվը։ Ես իրոք եմ ասում, բայց երբեք հովիվից ավելի շատ չեմ հասկանա Տիրոջ կամքը, որովհետև իմ գնացից առաջ գնացողը մարգարե է, եւ ես հարգում եմ իմ մարգարեին։ Եվ տեսեք Տեր Հիսուս Քրիստոսը ինչ հրաշալի խոսք է ասում։ Սաղմոս 119:67 խոսքից, քանի դեռ խոնարհված չէի, սխալվում էի, բայց հիմա պահում եմ քո խոսքը։ Խոնարհությունը շատ կարևոր է, սիրելիս։ Ոչ թե հպարտանանք, թե հովիվա թող իր հովությունը անի, իսկ եթե ինչ-որ մի բան ես անում, որ դա Տիրոջ կամքի մեջ չի եւ Քրիստոսը հովիդ միջոցով կառաջնորդի քեզ, որ դա մի անա, կսխալվես։ Գիտեք, սիրելիս, ինչ դիրքի վրա էլ կհասնես, ինչ պաշտոնի էլ կհասնես, եթե դու եկեղեցական ես, կապ չունի սիրելի մեզ դիտող մարդ, չգիտեմ դու որ եկեղեցուց կլինես, եթե մեր եկեղեցուց ես Տերը օրհնի, ավելի շատ է վերաբերվում ես խոսքը քեզ։ Եթե ուրիշ եկեղեցուց ես լսում ես մեր քարոզները, շատ մարդիկ կան, գիտեմ, ճանաչում եմ, հարգեք ձեր հովիվներին, հարգեք ձեր առաջնորդներին, որովհետև յուրաքանչյուր առաջնորդ Աստծո վստահությունը ստացել է։ Ամեն սիրելի եկեղեցի։ Կարող ես սրտանց գոհանալ Աստծուն, փառք տալ Աստծուն մեր հովվի համար։ Ամեն։ Տերը օրհնի քեզ, հովիվ ջան։ Գիտեք, սիրելի եկեղեցի, ես միշտ նայել եմ ու այսպես, գիտեք, ոչ թե նախանձել եմ կամ, չգիտեմ, չեմ նախանձել։ Միշտ նայել եմ ու ինչ լավ եմ զգացել, որ մարդիկ իրանց հովիվներին միշտ տենց ինչ-որ, չգիտեմ, պատվել են։ Աստծո մարդուն արեցիր, Քրիստոսին արեցիր, սիրելիս։ Քո արածը զուր չի։ Ամուր կանգնի Քրիստոսի գործի մեջ։ Սիրելի եկեղեցի, եկեք սիրենք իրար շատ։ Եկեք սիրենք իրար։ Այնպես սիրենք, ինչպես Հիսուսը մեզ սիրեց։ Կարանք այդպես սիրենք իրար։ Եկեք փորձենք այդպես սիրել։ Գիտեք,
Եթե ինչ-որ մի տեղել, եղբայրդ կամ քույրդ ինչ-որ չհասկանալով ինչ-որ մի բան արել, որ քո դուրը չի եկել, սիրով խրատի։ Սիրով անցկացրա այդ պահը։ Փառք Տիրոջը, սիրելի եկեղեցի։ Ես չգիտեմ, սիրտս այնքան ուրախ է, այնքան ցնցում է իմ սիրտը իմ եկեղեցու համար, որովհետև իմ եկեղեցին ինձ համար թանկ է, ես եկեղեցի չեմ քարոզում։ Ես քարոզում եմ Քրիստոս, որ ես եկեղեցում ամեն օր ինքը փառավորվում է, ամեն, եւ այս եկեղեցու Տերը Քրիստոսն է, հալելույա, նա արժան է, սիրելի եկեղեցի, նա արժան է, որ դու այո սրտան ծափարես նրան, ասես ողջ փառքը քեզ Տեր, շնորհակալ եմ իմ տան համար, հալելույա Տեր, քեզ լինի փառքը Տեր, ես քեզ ուսացել եմ եւ հավատում եմ, որ այսօրվանից էլ հավատքով ամուր բռնելու եմ քեզ եւ դու իմ կյանքը մեկ վայրկյանում փոխելու ես Տեր, ամեն դժվարությունը, որ եկել է իմ կյանք փոխելու ես Քրիստոս, ես գիտեմ, ես վստահացած եմ քեզ Տեր, ամեն մահացածը, որ իմ աշկերին արդեն իսկ մահացած է եւ հնարավոր չէ, Քրիստոսի համար կա հնարավորություն, որովհետեւ նա օրհնող է, նա բարձրացնող է, նա բժշկող է, չկա անհնարին բան Քրիստոսի համար։ Միշտ հիշիր սիրելիս, եթե ինչ-որ մի բան քո աչքերին արդեն թվում է անհնարին, Քրիստոսի աչքերով դա հնարավոր է, որովհետև ինքն է ալֆան եւ օմեգան, սկիզբը եւ վերջը։ Գիտեք, ինչ էլ մենք անենք, սկիզբը եւ վերջը Քրիստոսն է, մենք մեջտեղում ենք։ Մենք ոչ վերջն ենք, ոչ սկիզբն ենք։ Ինչ անում ենք, Տիրոջ մեծ ողորմությունով ենք անում։ Ամեն, փառք Տիրոջը։ Հալելույա, նա արժան է, սիրելի եկեղեցի։ Գիտեք, այսօր մենք մի բան պետք է անենք։ Քարոզենք ճշմարիտ ավետարանը կորչող աշխարհում եւ սկսենք պտուղ բերելը։ Գիտեք, հերիք մենք մտածենք մեր մոտ, դե մենք փրկված ենք, սկսիր քո տանից։ Սկսիր քո տանից, սիրելիս։ Մի նայիր հարևանիդ։ Գիտես, քո հարևան Անոյին մի նայի, կամ, չգիտեմ, Ալվարդին մի նայի, կամ Վաղինակին մի նայի։ Սկսի քո տանից։ Սկսի ավետարանը քարոզելը քո տանից, որովհետև քո տան մեջ կարան շատ չփրկվածներ լինեն, քո հարազատների մեջ կարան շատ չփրկվածներ լինեն, սկսի քո տանից, սիրելի եկեղեցի։ Փառք Հիսուսին, փառք Տիրոջը, եկեք այսօր մենք փոխվենք, որ մեր տան անդամներն է, երբ որ մեր փոփոխությունը տեսնեն եւ ասեն մենք ուզում ենք այդ Աստծուն ծառայենք։ Ամեն, փառք Հիսուսին, հալելույա։ Տեսեք, Հիսուս Քրիստոսը մեր մեղքերի համար խաչվեց։ Տեսեք, հիմա մի հատ համար եմ կարդում, որ մեզ համար կարա շատ ծանր լինի, կամ ինչ-որ մեկիս համար թեթև լինի, բայց մենք պետք է այդ մարտավարություն ունենանք, փառք Հիսուսին։ Առաջի Պետրոս 4-րդ գլուխ, առաջի խոսքից, արդ Քրիստոսը, որ մարմնով մեզ համար չարչարվեց, դուք էլ նույն մտքով զինվորացեք, որ մարմնով չարչարվեք մեղքերից դադարեք, որ այլ եւս ոչ թե մարմնի մարդկանց ցանկությունների պես, այլ Աստծո կամքի պես ապրենք մարմնում մնացած ժամանակում։ Տեսեք, ասում է, այսուհետև եկեք այնպես ապրենք, այս մնացած ժամանակը Քրիստոսի կամքով ապրենք, ոչ թե մարմնի։ Ասում է դադարեցեք մարմնի կամքին համապատասխան ապրելը։ Ժամանակն է եկել, որ ասենք, Տեր, մենք ուզում ենք քո ուզած ձև ապրենք։ Ժամանակն է եկել, որ մենք ուզում ենք Տեր քո կամքի մեջ հաստատվենք Տեր։ Ժամանակն է եկել հաղթելու։ Ամեն, էլ նահանջելու տեղ չկա, չէ՞ սիրելի եկեղեցի։ Գնում ենք առաջ, բայց մեկով, Քրիստոսով, ամեն։ Քո աչքի երևույթով ոչ մի անգամ չնայես, քո իրավիճակներին, քո գործին, քո աշխատանքին, քո ընտանեկան հարաբերություններին, հիվանդությանը, քո աչքի երևույթով կդադարիր այսօրվանից նայել, քո աչքի երևույթով նայի Քրիստոսի աչքերով։ Ամեն, քո խնդիրներին նայի Քրիստոսի աչքերով, երբ որ սկսենք Քրիստոսի աչքերով նայելը մեր խնդիրներին, ակամայից խնդիրները կհալվեն Հիսուսի անունով։ Ամեն, ոչ մի բան զորավոր չէ Քրիստոսի առաջ կանգնի եւ չհալվի, եթե տեսեք ինչ հրաշալի եմ ասում, սիրելի եկեղեցի, այս խոսքին շատ ուշադիր եղեք։
Եթե մենք մեր խնդիրներին նայենք մեր աչքերով, մենք կպարտվենք։ Բայց եթե մենք մեր խնդիրներին նայենք Քրիստոսի աչքերով, կհաղթենք սիրելիս։ Որովհետև Քրիստոսը հաղթանակը տվել է մեզ, ինձ եւ ձեզ սիրելի եկեղեցի։ Նա հաղթել է աշխարհին։ Նա հաղթել է մահին, տառապանքին։ Գիտեք, սիրելի եկեղեցի, մենք պետք է մի բան հասկանանք, մի բան պետք է ընդունենք, որ Քրիստոսը երբ որ մտրակվում էր, 39 անգամ մտրակվեց մինչև խաչելությունը։ Եվ գիտեք, մարդու օրգանիզմում 39 հիմնական հիվանդություններ կան, որ դրանցից են բաղկացած մնացած հիվանդությունները։ Ամեն անգամ մտրակվելով քո հիվանդությունը վեր էր առնում։ Մեզ պետք է դա հասկանանք, սիրելիս։ Ամեն փառք Տիրոջը։ Եվ այսպեսի մի հրաշալի վկայություն էլ անեմ։ Չէ՞ որ ասեցի, քարոզից առաջ ասեցի, Տեր, ինչ առաջնորդես այդ խոսալու եմ։ Եվ տարիներ առաջ ոչինչ չէի ուտում։ Գնում էինք հաց ուտելու, հովին միշտ ասում էր, հայ տղա ասում էր, Ջիգարով ասում ես գնանք հաց ուտելու, ոչ մի բան չես ուտում, խորոված չեմ ուտում, ես չեմ ուտում, խաշած բերեք, խաշած կարտոլ, խաշած հավ, խաշած, ես իմ չգիտեմ, ամեն ինչ խաշած։ Եվ սիրելի եկեղեցի, իմ օրգանիզմը դեպրեսիա էր տանում։ Փուճուր երեխեքը ոնց է որ շոկոլադը տեսնում են, սենց գնում է, չէ՞, սենց սլինգը գնում է, կներեք, այդ վիճակներ իմ մոտ։ Ամեն ուտելիքը տեսնում էի, դողում էի։ Եվ օրգանիզմս գցել էի դեպրեսիայի մեջ։ Եվ հովիվը մի տարուց ավել իմ խեղճ հովիվը պայքարեց այդ հարցի դեմ։ Ինչ եմ ասում, խեղճ արդեն հովիվը չգիտեր էլ ոնց ասեր, այդ տղ քիչ էր մնում, սենց վերցնի ուտելիք ասի, դե կերելի, հերիքա էլի։ Եվ փառք Հիսուսին, որ միտքս բացվեց։ Եվ եղավ մարգարեություն։ Եվ տեսեք ինչ հրաշալի Աստված ունենք։ Ես զարմանում եմ այդ Աստծուն։ Ես զարմանում եմ ոնց ինչ հրաշալի Տեր ունենք։ Ամեն մանրը կարա խոսա։ Եվ ասավ սկսի կեր, ամեն ինչից քիչ-քիչ սկսի ուտել։ Որ օրգանիզմը դեպրեսիայի մեջ չընկնի։ Մոտավորապես Coca-Cola ըմպելիքը 3 տարուց ավել չէի խմե։ Որ այդ օրվանից հետո ես Coca-Cola-ն վեր կալամ, այս գումարի չէ։ Սիրելի եկեղեցի ոնց որ նոր ծնվեի։ Այդ ինչ համով էր, այդ ինչ լավն էր, կարոտել էի, լուրջ եմ ասում։ Փառք Հիսուսին, ինչի եմ սա ասում, որովհետև մեր միտքը կարա բռնվի։ Մեր միտքը կարա բռնվի։ Երբ որ մենք սկսենք բուժելը մեր ուղեղը, ամեն օրգանները կսկսեն բուժվելը։ Ամեն սիրելի եկեղեցի։ Եվ հիմա փառք Հիսուսին, Տիրոջ մեծ ողորմությամբ, Աստծո մեծ ողորմությամբ, ամեն բան էլ ուտում եմ, խմում եմ, փառք Տիրոջը, որովհետև ես բժշկված եմ նրա վերքերով։ Ամեն սիրելի եկեղեցի, փառք Հիսուսին։ Եվ մի հրաշալի վկայություն էլ տամ։ Երեք ամբողջ օրը նագրուսկա էի արել, ինչ որ ոտքս ցավում էր, ես կաղում էի, իրոք ամբողջ օրը երեք կաղացել եմ, ամբողջ օրը կաղացել եմ։ Նագրուսկա էի տվել մի շաբաթա գիշեր ցերեկ։ Եվ ասի Տեր, ցավազրկող չեմ խմելու։ Թող քո փառքը երևա, վաղը բեմ եմ կանգնելու եւ ամեն ցավը գնալու է Հիսուսի անունով։ Եվ փառք Տիրոջը այդպես էլ եղավ։ Եվ հիմա չեմ կաղում եւ ամեն բան լավ է, փառք Հիսուսին։ Գիտեք, սիրելի եկեղեցի, սկսի անկեղծանալը Տիրոջ առաջ։ Տերը կարիք ունի, որ քո անկեղծ աղոթքները լսի։ Գիտես, երբ որ մենք կանգնում ենք եւ ասում ենք, «Օ Քրիստոս, մենք եկել ենք քո գահի առաջ, բերում ենք քո առաջ սրբերի սուրբ»։ Քրիստոսը երկնքից ասում է. «Ինչ»։ Մի հատ նորից, ինչ որ չհասկացա, մեր Աստված տնական Աստված է, սիրելի եկեղեցի։ Բայց միշտ պետք է երկյուղ ունենանք, որ ինքն է ալֆան եւ օմեգան, տիեզերքները ստեղծող Աստվածը։ Ոչ թե այնքան վախներս կորցնենք, որ արդեն Տեր ջան, չէ սիրելի եկեղեցի, Տիրոջ առաջ ազատ խոսալը կապ չունի երկյուղացության հետ։ Ազատ խոսա, բայց երկյուղ ունեցի Քրիստոսից։ Բեր նրան քո խնդիրները, ասա Տեր, այ չեմ հավատում, Քրիստոս ոչ թե ասա Տեր ջան, խնդրում եմ, որ հենց հիմա ամեն ստամոքսի կամ չգիտեմ ողնաշարի խնդիրը հենց հիմա բժշկվի։ Առաջինը խնդրի, որ հավատքդ բժշկվի։ Երբ որ կանգնես արդեն ողնաշարիդ համար աղոթելու, ունենաս հավատք, որ հռչակես ու բժշկվի Հիսուսի անունով։ Ամեն սիրելի եկեղեցի։
այդ կեղնի անկեղծություն։ Այսօր մենք կարիք ունենք, որ մեր հավատքը բժշկվի։ Ամեն։ Եթե ինչ-որ բանի չես հավատում, կանգնի ու ասա՝ Տեր, այս ինչ բանի չեմ հավատում։ Խնդրում եմ Քրիստոս դուր հավատք, որ բժշկվեմ, որ օրհնվեմ, որ գնամ առաջ, որ զորանամ։ Ամեն։ Մեր Տերը հավատարիմ Աստված է։ Նա ամեն անգամ ուզում է, որ մենք իր առաջ անկեղծանանք եւ Քրիստոսը ուզում է, որ մեր անկեղծ աղոթքները ամեն օր լսի։ Փառք, փառք Հիսուսին։ Գիտեք, ամեն անգամ, երբ որ նայում եմ, ասում եմ, ինչ հրաշալի է։ Ես այսօր կխոսամ Տիրոջ մեծ ողորմությամբ կարելի է այսպես էլ ասել, մեր տարածքից կխոսամ, բայց դու էլ վերանայի քո տարածքը։ Եվ երբ որ Արգիշտը տարի 2 ամիս առաջ եկավ, այս մարդը հավատում էր Աստծուն, գիտեր Աստծո մասին, վերստին ծնունդ չուներ։ Եվ երբ որ Արգիշտը սկսեց կամաց Քրիստոսին մոտենալը, եւ մարդիկ եղան, որ ինձ ասեցին. դե գիտես, ձեր հետ աշխատում, ձեր հետ կմերվի, ասի չէ, սա կապ չունի։ Մարդը մոտենում է իրական Աստծուն։ Բայց այդ տվյալ մարդիկ մոտ առապես արդեն 9 տարի այս եկեղեցու մեջ են։ Բայց 9 անգամ են եկել եկեղեցի։ Տարին մեկ։ Գիտես, սիրելի եկեղեցի, առանց եկեղեցի չկա հոգևոր կյանք։ Եվ մի օր իմ քուրիկներից մեկի տանն է եւ ասավ, գիտես, այս փորձությունը անցնում է, այն մի փորձությունն է գալի, այս փորձությունը գնում է, այն մեկն է գալիս։ Եվ նայեցի ասի, իսկ դու գիտես Սաղմոսի 91-ը։ Նայեց ասի, բարձրյալի ծածկոցի տակ բնակվողը կհանգստանա ամենակարողի շուքի տակ, բարձրյալի ծածկոցը եկեղեցին է սիրելիս։ Եթե դու եկեղեցուց դուրս ես, բաց վահան ես։ Վահանը գիտեք, չէ՞, սիրելի եկեղեցի, ովքեր որ չգիտեն, ոնց ասեմ, ռուսերեն ինչպես կեղնի։ Հա։ Ամեն։ Ես տենց այդքան ասող չեմ ռուսերեն։ Չգիտեմ, վահան, մեշեն, տենց այս ձև են ասում, բաց վահան ենք դառնում, սատանայի համար թիրախ, ամեն անգամ կրակոտ նետերը կարող շպրտի, բայց երբ որ մենք եկեղեցու ներսն ենք, գիտենք, տեղյակ ենք մարգարեություններից, տեղյակ ենք Աստծո խոսքից, սնվում ենք, ուսուցանվում ենք, մենք ապահով ենք, ամեն, միակ ապահովությունը մեկի մեջ է Քրիստոսի, ամեն, գիտես, ես անուն չգիտեմ, չեմ կարող տալ, եւ մի անգամ իմ հոգևոր առաջնորդին Սպարտակին, երբ որ մի մարդ չգիտեմ ով է, ասել էր, «Այս ինչ երկիրը ապահով է եւ այլն եւ այլն» եւ Սպարտակս ասել էր, «Եղբայր գիտես, ոչ այս երկիրն է ապահով, ոչ այն երկիրն է ապահով, ոչ այն երկիրը, ոչ այն մի երկիրը, միակ տեղը, որ ապահով է, դա Հիսուսն է, Քրիստոսի մեջ է ապահովությունը»։ Ամեն։ Եթե չունես Հիսուսին, չունես ոչինչ։ Եթե ունենք Քրիստոսին, արդեն իսկ ամեն բան ունենք։ Ամեն։ Փառք, փառք Տիրոջը, սիրելի եկեղեցի։ Մենք հարուստ ենք։ Մենք շատ հարուստ ենք, որովհետև ունենք Քրիստոս։ Աշխարհը իր լիությունով Քրիստոսին է պատկանում։ Ամեն։ Եվ Քրիստոսի համար խնդրեմ չի, քեզ այս աշխարհում հարստացնի, քեզ այս աշխարհում բարձրացնի։ Գիտես ինչն է խնդրեմը, քո սիրտը։ Այ որ բարձրացնի քեզ, ինչպես կնայես։ Քո այն չունևոր եղբորը, քրոջը, ինչպես կնայես, վերևից թե ներքևից, իրան հավասար։ Սիրելիս, այսօր եկեք մեր սիրտը բերենք Տիրոջ առաջ եւ ասենք, Տեր, արա այն ինչ ուզում ես։ Արա այն ինչ քո կամքն է, իմ արքա։ Բարձրացրա, խոնարհություն տուր։ Եկեք ամեն անգամ Տիրոջը օրհնություն խնդրելուց սովորություն սարքենք հրաշալի։ Ասենք ամեն անգամ ամեն բարձրացնելուն հետ խոնարհություն տաս համապատասխան, Տեր։ Որ այս ծառայության մեջ բարձրանամ, խոնարհություն էլ ունենամ, Տեր։ Ամեն սիրելի եկեղեցի,
Փառք մեր բարի հզոր Աստծուն։ Մեր Տերը բարի է, մեր Տերը հրաշալի է։ Հալելույա։ Կարա փառաբանության խումբը սիրելի եկեղեցի գա, Փառք Տիրոջը, վերջացնում ենք քարոզը։ Մենք ծառայում ենք բարի, հրաշալի, հզոր, մեծ Աստծո սիրելի եկեղեցի։ Ես այնքան ուրախ եմ, որ մի օր կորած էի ու գտնվեցի։ Եկեք իրոք սրտանց փառք տանք Աստծուն, որ մի օր ամենքս է կորած ենք, ցեխի մեջ էինք եւ գտնվեցինք, կյանք ունեցանք։ Դա մեր ապաշխարության օրն էր։ Փառք, փառք Աստծուն։ Հալելույա, մեր Տերը բարի է, սիրելի եկեղեցի։ Ամեն անգամ Աստծուն ծառայելով հասկանում եմ մի բան, որ առանց Աստծո ամեն բան կորած է։ Եթե չունես Աստված, նորից եմ ասում, սիրելի եկեղեցի, չունես ոչինչ, ինչ էլ կսկսես, ինչ էլ կանես, սկսի Աստծով, գնա Աստծո հետ։ Գիտեք, այսօր իրար հետ աղոթելու ենք, Հովվի թույլտվությամբ։ Այ որ աղոթքից հետո բան փոխվի քո կյանքում, վեր Տիրոջ առաջ ու ասա Տեր, ինչպես որ փոխեցիր իմ կյանքը, փոխված կյանքս է քեզ եմ տալի Քրիստոս։ Իմ փոխված կյանքը քոնն է Տեր, որովհետև այն կյանքը, որ կանգնեցի ու աղոթեցի քո առաջ եւ դու փոխեցիր, կար տխրություն դրա մեջ։ Եվ իմ փոխված կյանքի մեջ կա ուրախություն, կա օրհնություն։ Եվ խոսքս է կուզենամ ավարտեմ Մարկոս 14-րդ խոսքից 38 խոսքից նորից։ Արթուն կացեք ու աղոթք արեք, որ փորձության մեջ չընկնեք, հոգին հոժար է եւ մարմինը տկար, մեկ անգամ է կարդացի սա։ Եկեք այսօրվանից սկսենք շատ աղոթելը, շատ Տիրոջ երեսը փնտրելը։ Փնտրելը նրա երեսը, որ ոչ թե, գիտեք, օրհնվենք, չգիտեմ, կարելի է այսպես ասել, վստահ բժշկվենք, չգիտենք ինչ-որ մի բան սպոկենք, փնտրենք նրա երեսը, հասկանալով, որ ունենք նրա կարիքը։ Եթե փնտրենք Քրիստոսին, նա է բժշկությունը, նա է կյանքը, նա է օրհնությունը, ամեն բան համարի որ գտել ես։ Ամեն։ Եկեք կանգնենք ոտի սիրելի եկեղեցի։ Փառք Հիսուսին։ Սիրելի Հիսուս, քո առաջ ենք Տեր։ Քո առաջ ենք իմ արքա։ Մենք մեր ձեռքերը պարզել եւ բարձրացրել ենք եւ խնդրում ենք Տեր Աստված, որ փոխես մեր կյանքը, կարիք ունենք Տեր։ Կարիք ունենք Հիսուս, որ մեր կյանքը փոխես Տեր։ Բարձրացրել ենք մեր ձեռքերը, խնդրում ենք Տեր։ Դու տեսնում ես մեր ձեռքերում ինչն է մահացած եւ ինչ չի մահացած։ Ամեն մահացածը հարություն տուր Տեր։ Խնդրում եմ Տեր Աստված, որ փոխես մեր կյանքը, փոխես մեր ներկան ապագան Հիսուս։ Մենք առանց քեզ կորած ենք Քրիստոս։ Մենք միայն Տեր Աստված քո հետ ենք հաղթող։ Եթե քեզ ունենք, ամեն բան ունենք Տեր։ Զորացնես Տեր Աստված, որ մեր աչքերով չնայենք Տեր Աստված մեր կյանքին, այլ նայենք քո աչքերով իմ արքա։ Շնորհակալ եմ Տեր, որ դու չես նայում մեզ, մեր ապրած կյանքին Տեր։ Նայում ես քո արյան տակից եւ նայում ես այն հզոր ապագայից, որ դու կօրհնես մեզ Տեր։ Ես աղերսում եմ Տեր Աստված եւ խնդրում, որ պահես ու պահպանես Տեր Աստված մեզ։ Շնորհակալ եմ, որ մինչև այսօր հասցրել ես, օրհնել ես, կերակրել ես Հիսուս։ Փոխիր մեր կյանքը Տեր։ Եվ հավատքով հռչակում ենք քո որդու Հիսուսի անունով եւ ասում ենք Տեր Հիսուսի անունով։ Թող այսօրվանից մեր կյանքը փոխվի դեպի Աստծո կամքի մեջ Հիսուսի անունով։ Եվ ամեն այն խնդիրները, որ կա այս ներկայիս մեր կյանքի մեջ, թող Հիսուսի այրունով քանդված լինի։ Եվ գա քո նորոգությունը, քո զորությունը, քո բժշկությունը, օրհնությունը Հիսուսի անունով։ Ամեն։ Տերը օրհնի սիրելի եկեղեցի։ Հալելույա։ Իմ ապավե հասիր ինձ օգնության հիշիր ինձ քո բարության համար Տեր մի թաքցնի
երեսդ ինձանից թող տեսնի թշնամին որ դու օգնեցիր իստեր իմ ապավեր հասիր ինձ օգնության հիշիր ինձ քո բարության համար Տեր մի թաքցնիր երեսդ ինձանից թող տեսնի թշնամին որ դու օգնեցիր իստեր Դու ես մեր ապավենը Մենք հավատում ենք քեզ իմ Աստված Շնորհակալ եմ Որովհետև Հովանոց ազգոցի տակ ենք Եվ քո հրեշտակներով շրջապատված ամեն օր Տեր մեզ համար հոգ տանող Աստված մեզ սիրող մեզ ներող մեր ապավեն շնորհակալ եմ հիշիր Քո բարության համար Տեր մի թաքցնի երեսդ ինձանից Թող տեսնի թշնամին որ դու օգնեցիր իստեր իմ ապավեր հասիր ինձ օգնության հիշիր քո բարության համար Տեր մի թաքցնիր երեսդ ինձանից Թող տեսնի թշնամին որ դու օգնեցիր իստեր երանի այն ամեն ասկի որ կանչում է անունը Հիսուսի երանի այն ամեն ասկի որ կանչում է անունը Քրիստոսի երանի այն ամեն ազգի որ կանչում է անունը Հիսուսի երանի երանի այն ամեն ազգի որ կանչում է անունը Հիսուսի Կարող ես ամբողջ սրտով փառաբանել Տիրոջը Թող լինի Տիրոջը փառքը, պատիվը, զորությունը Գիտեք ուշ գիշեր էր արդեն բավականին ուշ էր երբ որ զանգեցի եղբորս եւ ասեցի պիտի ծառայես եւ մի բան ասեցի Ես ծառայելու խնդիր չունեմ, որովհետև եթե Աստված ասի ինչ-որ բանի մասին խոսի, անվերջ կարելի է խոսել, որտեղ խնդիր չկա խոսքի, խոսքը լիքն է, սակայն ես նրան ասեցի հասկանում եմ, որ ոչ թե ես պիտի խոսեմ, այլ դու, եւ այսօրվա խոսքը շատ կենթանի էր, շատ կենթանի վկայություններով լցված եւ շատ իրական ճշմարտությամբ եւ իրական շինություն տվող Փառք, Աստծուն փառք բերող խոսք էր, որի համար շնորհակալություն եմ խնդրում հայտնում մեր սիրելի եղբորին, ասում եմ շնորհակալ եմ եւ սիրելի եկեղեցի շնորհակալ եմ Փառաբանության խումբ այսօրվա հրաշալի ծառայության համար։ Թող քո զավակները ետ դառնան եւ տուն գան, եկեք պաշտենք, շարունակենք պաշտել Տիրոջը։ Կարող ենք սրտանց պաշտել Տիրոջը։ Գիտեք, մի վկայություն էլ անեմ, երկու օր առաջ մեր երեխան 40 ջերմաչափը դրեցին գիշեր էր, Եսու Քրիստոսին էինք տանը, եւ ջերմությունը 42-ից բարձր էր, երբ որ տեսանք, որ 42-ա,
վախից էլ չգիտենք ինչ անենք, եւ գրկել եմ այս երեխայի եւ սենյակներով մեկ արագ աղոթում եմ եւ ամեն օգնությունը ցույց էինք տալիս։ Եվ երբ որ երեխայի համար աղոթում էի գրկած, ասում եմ ես քեզ եմ ընծայում, Տիրոջն եմ ընծայում եւ այսպեսի բան է ասում նրան։ Ես չեմ ուզում ոչ թե մամայիդ կամ մորաքրոջդ նման լինես, այլ լինես իրական։ Տատիկիդ պես։ Ես չեմ ուզում սիրողական ծառայող։ Ես չեմ հասկանում, ինչ է սիրողական ծառայող։ Լինել նվիրյալ։ Ես ասում եմ, երբ որ մեծանաս, իրական նվիրյալ լինես, եւ երբ որ Անուշիկի հետ էի երեք խոսում, ասում եմ, գիտես, այսպիսի բան եմ աղոթել երեխու համար, սենց է ասում եմ, վաղը չեք գալու եկեղեցի։ Դե երեխան չի մն ասում, գիտես, այսպիսի աղոթք ունեմ, եւ Քրիստիկն էլ ասում է, մենք չենք ուզում քո պես հավատացյալ դառնալ, ասում ինչ որտեվ քո անցած ճանապարհը ինքան ենք տեսել, ինքան դժվար ճանապարհներով ես անցել, մենք իբր իրանք այնց հեշտ ճանապարհներով են անցնում։ Իմաստը, որ գան եկեղեցու ծառայող դառնան, ինքան դժվար է իրանց համար, հեշտ է ինձ համար, միշտ հեշտ է, որովհետև Աստծով ենք անցնում, հալելույա։ Եվ ասում եմ, վայ երեխես ընկավ խոսացիր, են մեկ ասում, վայ էս ինչ եղավ։ Շորջան, ձեր երեխեքը կբարձրանան, նվիրվեք Աստծուն, ես այսօր կոչ եմ անում, վերադարձեք դեպի Տերը, և Տերը պիտի վերադառնա դեպի ձեզ։ Աստծո խոսքում գրված է, ետ դարձեք Հակոբոս 4-ի դեպի ինձ, և ես կվերադառնամ դեպի ձեզ, ասում է Զորաց Տերը։ Եվ Տիրոջ խոսքն ասում է, եթե իմ ժողովուրդը դարձի գա և ապաշխարի, եթե խոսել եմ այդ ժողովրդի համար չարիք, սով կամ այսինչ բան, ես կզղջամ իմ ասացի համար և նրանց կորտնեմ։ Եթե այսօր դու ետ դառնաս և զղջաս քո արածների համար և ետ դառնաս և ասես ես քոնն եմ Տեր, ես ուզում եմ ամբողջ կյանքոս նվիրված լինի միայն քեզ, ես ուզում եմ ծառայել քեզ, ես ուզում եմ ուխտ անել քեզ հետ, և չորեքշաբթի և ուրբաթ օրերին մինչև գիշեր, կեսգիշեր ծառայել ենք, և Աստված նոր ուխտ դրեց մեր մեջ, այն մարդիկ, որ մնացել էին Նազոյի, Դավիթի, մյուսների հետ, նոր ուխտ էր, ասում էր նոր ուխտ արեք, իրար սիրո ուխտ, իրար հետ մնալու ուխտ, Աստծո և Աստծո ժողովրդի հետ ուխտ արեք։ Եվ ես ուզում այսօր դու էլ քո ուխտը անես։ Քո Աստծո և քո հետ կանգնած քույր եղբայրների հետ նոր ուխտ արա։ Եվ ասա ես մարմինն եմ քո մարմնից և ոսկոր եմ քո ոսկորից։ Ես այստեղ եմ, որովհետև մենք միասին պիտի կառուցենք Աստծո տունը, ոչ թե իմ փառքը փնտրեմ, ոչ թե ինչ-որ մի բանի համար, շարժառիթս լինես միայն դու Աստված, և երկուսով միաբանվենք, երկուսը լավ է, քան թե մեկը, որ քո տան շինությունը, որ քո տունը շինենք։ Եկեք այս փառաբանության, այս երկրպագության երգով ավարտենք մեր ծառայությունը և աղոթենք այն մարդկանց համար, որ տան մեջ չեն, իմ աղջիկների համար, կան, բայց չկան, նվիրումը չկա, ես ուզում այդ անձնազոհ նվիրումը տեսնել։ Եթե իմ ընտանիքում ես սա տեսնում եմ, դու էլ քո ընտանիքում ես դա տեսնում։ Անձնազոհ նվիրում Աստծուն, անկախ ամեն բանից ես կմնամ քո հետ Տեր, մինչև վերջ։ Այսօր եթե շատ դժվար է, Տիրոջ հետ է հաղթանակը, միայն Աստծո հետ է հաղթանակը, առանց Աստծու չկա հաղթանակ, Հիսուսի զորավոր անունով, հալելույա։ Եվ հայտարարություն էլ կանեմ և կշարունակենք ծառայությունը, այս շաբաթ կլինի դպրոցը շարունակում ենք, չորեքշաբթի և ուրբաթ օրերին անում ենք և դպրոց և աղոթքի ծառայություն ժամը 7-ին, հինգշաբթի օրը անպայման ծառայելու ենք Կլին քաղաքում Տերն առաջ, Կիրակի օրը ժամը 11-ին այստեղ կպաշտենք մեր սիրելի Աստծուն, պատրաստվում ենք Պենտեկոստեի տոնին, 31-ին, մայիսի 31-ին և ամսի 1-ին, երկու օր տոնելու ենք, երկու օր իրար հետ մեծ խնջույքով տոնելու ենք Սուրբ Հոգու գալստի օրը և հավատում եմ, որ մկրտվողներ կան և հավատում եմ, որ մեծ փոփոխություն պիտի լինի քո կյանքի մեջ, այդ օրերի մեջ, այդ օրերին, երբ որ մենք կբարձրանանք սարը միասին աղոթելու։ Եկեք այս երգով պաշտենք Աստծուն, թող քո զավակները ետ դառնան և տուն գան։ Եվ աղոթենք մեր զավակների համար, Տեր ջան, աղոթում ենք, որ քո զավակները վերադառնան տուն։
Եվ ոչ միայն վերադառնան, սկսեք ծառայել, եւ ոչ միայն վերադառնան, այլ նաեւ գնան եւ պտուղ բերեն, ինչպես որ գրված է Հովանու ավետարան 15-16-ում։ Գնացեք, ոչ թե դուք ինձ ընտրեցիք, այլ ես ես ընտրեցի, որպեսզի գնաք եւ պտուղ բերեք եւ ձեր պտուղը մնա։ Ոչ թե մենք ենք Աստծուն ընտրել, այլ Աստված է մեզ ընտրել, որ մենք պտղաբեր լինենք։ Ասես ուզում եմ պտղաբեր լինել։ Եվ ուզում եմ, որ հիմա քո կողքինի ձեռքը բռնես եւ ուխտ անես իր հետ։ Եվ ասես, ես քո եղբայրն եմ, ես քո քույրն եմ։ Մոտեցի ինչ որ մեկին, մոտեցի։ Եվ ասես, ուզում եմ ուխտ անել քո հետ։ Դու իմ ուխտի ընկերն ես։ Միկրոֆոնները ձերն հետ թողեք, որ միկրոֆոնները բռնեք եւ սկսեք Քո պաշտպանել։ փառքը Տեր, տեսնել դուր մեզ։ Խորանը քո, կանգնեցրում մեր մեջ։ Քո ծառաներին ասպարես դուր, քեզ օրնողներին նոր երգեր դուր, թող քո որդիներն յետառնան ու տուն գան։ Քո փառքը Տեր, քո փառքը Տեր, տեսնել դուր մեզ։ Խորանը քո, կանգնեցրում էր մեջ։ Քո ծառաներին ասպարես դուր, քեզ օրնողներին նոր երգեր դուր, թող քո որդիներն յետառնան ու տուն գան։ Նորոգիր մեզ Տեր, նորոգիր դու մեզ, գոհությամբ լցրում ես, լուսավորիր մեզ ու մոտեցրու քեզ, նորոգիր դու մեզ, գոհությամբ լցրում ես, թող գաղութքի հոգին մեզ վրա։ Հավիտյան քեզ մոտ միայն կա սեր եւ օրհնություն, քեզ մոտ միայն կա ուրախություն, քո ծառաներին ասպարես դուր, քեզ օրհնողներին նոր երգեր դուր, թող քո որդիներն յետառնան ու տուն գան։ Նորոգիր դու մեզ, գոհությամբ լցրում ես, լուսավորիր մեզ ու մոտեցրու քեզ, նորոգիր դու մեզ, գոհությամբ լցրում ես, թող գաղութքի հոգին մեզ վրա։ Հավիտյան քեզ մոտ միայն կա սեր եւ օրհնություն, քեզ մոտ միայն կա ուրախություն, քո ծառաներին ասպարես դուր, քեզ օրհնողներին նոր երգեր դուր, թող քո որդիներն յետառնան ու տուն գան։ Թող լինի քո կամքը Տեր։ Գոհությամբ լցրում ես, լուսավորի մեզ, մոտեցրու քեզ, Նորոգիր դու մեզ, գոհությամբ լցրում ես, թող գաղութքի հոգին մեզ վրա, թող գաղութքի հոգին մեզ վրա, թող գաղութքի հոգին մեզ վրա։ թող այս ողջ շաբաթվա մեջ աղոթքի հոգին իջնի մեզ վրա։ Հալելույա։
այս շաբաթվա մեջ եկեք միասին աղոթենք։ Աղոթենք, որ բան փոխվի, սկսի զորավոր անունով։ Մեր ծառայությունը ավարտված է, եղեք շատ օրհնված։